այս իշխանությունը եւ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը այլ տարբերակ իրենց կաշվի փրկության, իրենց վերարտադրության չեն տեսնում, բայց մենք նաեւ արձանագրում ենք, որ քաղաքացիների մոտ կա ակտիվության աճ եւ հատկապես Երևանը ցույց է տալիս, որ մերժում է Նիկոլ Փաշինյանին, նույնը նաեւ մարզերում է, բայց ոչ այդպիսի ինտենսիվությամբ, բայց ընդհանրապես քաղաքագիտությունից հայտնի է, որ մայրաքաղաքից դեպի մարզեր ուղղող իմպուլսները ժամանակի ընթացքում տեղ են հասնում եւ կարող ենք ասել, որ արդեն ամբողջ Հայաստանը մերժում է այն քաղաքականությունը, որը վարում է եւ որը պատրաստվում է վարել Նիկոլ Փաշինյանը։ Ու քանի որ Երևանից են հիմնական իմպուլսները ստացվում, կարող ենք ասել, որ դա պատահական չէ։ Առաջին պատճառն այն է, որ մայրաքաղաքում ավելի տեղեկացված են եւ դա համընդհանուր երևույթ է, ոչ միայն հայաստանյան երևույթ, եւ երկրորդ պատճառն այն է, որ երևանցիները իրենց մաշկի վրա զգացել են քաղաքացիական պայմանագիր կոչվող խմբակի վարած քաղաքականության ամբողջ բացասական հետևանքները։ Երևանը խայտարակ մակարդակի է կառավարվում եւ մարդիկ արդեն տեսնում են, որ բացի անվտանգային, բացի սոցիալ-տնտեսական խնդիրներից, որոնք առաջանում են այս իշխանության օրոք, նաեւ կոնկրետ մայրաքաղաքը շատ լուրջ խնդիրներ ունի եւ մենք առաջարկ Հայաստանի ծրագրով ներկայացրել ենք այն լուծումները, որոնք վերաբերում են մայրաքաղաքին, ինչպես հայտնի է Մայր Հայաստան խմբակցությունը արդեն 2 տարի շարունակ համարվում է թիվ 1-ը իր գործունեությամբ երևանցիների կողմից, մենք նախ շնորհակալություն ենք հայտնում երևանցիներին եւ երկրորդը արձանագրում ենք, որ դա շատ պարտավորեցնող է, որովհետեւ նման վստահություն ցույց է տալիս, որ մարդիկ գնահատում են մեր աշխատանքը, իսկ դա իր հերթին նշանակում է, որ մենք պետք է շարունակենք այդ աշխատանքը։ Առաջարկ Հայաստանի ծրագրի շրջանակներում մենք կոնկրետ Երևանի մասով ունենք բազմաթիվ լուծումներ, որոնք վերաբերում են ինչպես քաղաքի խիլացի կառավարմանը, այնպես էլ ընթացիկ խնդիրներին, դուք տեսնում եք կանաչապատ տարածքների հետ կապված, օդի աղտոտվածության հետ կապված, խցանումների հետ կապված, հեռատար համակարգերի հետ կապված եւ ընդհանրապես քաղաքի կառավարման հետ կապված ինչպիսի խնդիրներ կան եւ մենք դրանց մեր լուծումներն ենք առաջարկում։ Այս իշխանության օրոք հիմնականում տեղի են ունեցել թանկացումներ եւ այդ թանկացման շնորհիվ է, որ իրենք բյուջե են լցրել եւ մասնավորապես գույքարկի հետ կապված շատ տոտալ այսպես դժգոհություններ կան, որովհետեւ մարդիկ իրենց Սովետ միությունից ստացած բնակարաններում հիմա փաստորեն պետք է վարձով ապրեն եւ բավական թանկ վարձով բնակարան ունենան։ Այս առումով մենք առաջարկում ենք վերանայել որոշումը թանկացման եւ կրկնակի կրճատել գույքարկը։ Երևանը պետք է ունենա դիմագիծ եւ այցեքարտ։ Այցեքարտի մասով, ինչպես որ տարբեր մայրաքաղաքներում մենք տեսել ենք, ասենք Հռոմում, Փարիզում, Էֆելյան աշտարակն է կամ Աթենքի հայտնի մշակութային կենտրոնը իրենց հին այդ Ակրոպոլիս կոչվածը, մենք առաջարկում ենք, որ նմանատիպ այցեքարտ պետք է դարձնել նաեւ Ուրարտու Էրեբունին եւ Էրեբունին պետք է կտրված չլինի ընդհանուր տուրիստական հոսքերից։ Ինչ վերաբերում է օդի աղտոտվածությանը, ապա մայրաքաղաքը ցավոք սրտի ամենաբարձր ցուցանիշներն ունի աշխարհում եւ քաղցկեղածին մայրաքաղաք է համարվում։ Սա նշանակում է կանաչ գոտիների ավելացումը պետք եւ սա նշանակում է չպետք է թույլ տալ այն վայրի շինարարությունը, որը որ մենք տեսնում ենք եւ որը բերում է կանաչ տարածքների կրճատման, երբ որ նույնիսկ քաղաքում թեթև անձրև է գալիս, այդ բետոնապատ քաղաքը հնարավորություն չի տալիս քաղաքացիներին ազատ տեղաշարժվել, այլ չեմ խոսում մեքենաների խցանումների եւ այլնի մասով։ Դուք գիտեք, որ ավտոկայանատեղիների թանկացում ապահովեցին հայտարարելով, որ խցանումները դրանով կարող են վերանալ, բայց ընդհանրապես քաղաքացիներից տարեկան վճարի մասով 13 անգամ ավել գումար վերցրեցին եւ այդ լրացուցիչ 1 միլիարդ դրամը հիմա իրենք փորձում են փարիսեցիաբար հայտարարել, թե իբր ուղղվել է
մանկապարտեզներին եւ այլն, բայց նաեւ մոռանում են ճակերտներում ասել, որ այդ ավելացված գումարները իրենք ուղղել են պարգևավճարներին։ Մենք դատական process-ի մեջ ենք կարմիր եւ կապույտ կետագծերի հետ կապված հարցերում մի քանի ատյաններում եւ մի քանի անգամ շահել ենք դատը, բայց Հայաստանի դատական համակարգի եւ օրենսդրության առանձնահատկություններից ելնելով, ինչպես նաեւ ՔՊ-ի վարքագծից ելնելով այդ դատական որոշումները կյանքի չեն կոչվում, իսկ դատարանը հիշեցնեմ, որ բավարարել է Մայր Հայաստանի հայցը եւ արձանագրել, որ թանկացումները ապօրինի են։ Այս առումով մենք կարծում ենք, որ համապետական մակարդակով իշխանափոխությունը հանգեցնելու է նաեւ եւ պետք է հանգեցնի անպայման Երևանում իշխանափոխության, որովհետեւ Երևանի իշխանությունը լեգիտիմ չէ, ինքը ստացել է մայրաքաղաքի ընտրական իրավունք ունեցողների 9%-ի քվեն, իսկ ընտրական մասնակիցների 30-ից մի փոքր ավել տոկոս է ստացել եւ հետագայում քաղաքական կոռուպցիայի աճպարարության եւ ստվերային գործարքների արդյունքում պահել է իշխանությունը։ Այս ամենը պետք է վերանայվի, բնականաբար այդ process-ը պետք է հաջորդի համապետական մակարդակով իշխանափոխությանը։ Իշխանափոխության կարևորագույն գործոնը հանրության ակտիվ մասնակցությունն ենք համարում եւ նորից վերադառնալով մայրաքաղաքին ասեմ, որ մեր ուսումնասիրությունները եւ կանխատեսումները ցույց են տալիս, որ Երևանում մոտ 500,000 մարդ կմասնակցի, կամ նույնիսկ ավել, 500,000 մարդ մասնակցելու պարագայում փաստացի մենք հնարավորություն կունենանք իշխանափոխությունը շատ ավելի հզոր ձևով իրականացնել, այլ ոչ թե 1-2%-ի տարբերությամբ։ Այդ առումով մենք կոչ ենք անում ոչ միայն երևանցիներին, այլ ընդհանրապես Հայաստանի քաղաքացիներին եւ ասում ենք, որ մի մնա տանը փրկիր կյանքեր։ Եթե նախկինում այդ կորոնավիրուսի ժամանակ ասում ենք մնա տանը փրկիր կյանքեր, ապա հիմա մենք հակառակն ենք ասում ենք դուրս արի տնից եւ փրկիր կյանքեր։ Եվ բառից բուն իմաստով փրկիր կյանքեր, որովհետեւ սրանք պատերազմ են բերել եւ պատերազմ են բերելու նոր կորուստներ ու նոր ավերածություններ են բերելու, ու որպեսզի դա տեղի չունենա, մենք հնարավորություն ունենք ընտրատեղամասերում տալու մեր կռիվը, որպեսզի հետո ստիպված չլինենք մարտի դաշտում կռիվ տալ։ Հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է, պարտականությունն է, բայց մեզ համար շատ կարևոր է, որ լինի խաղաղություն, երաշխավորված խաղաղություն եւ որպեսզի մենք ցնցումներ չունենանք, նաեւ տնտեսական ճգնաժամեր չունենանք հայ-ռուսական հարաբերությունների վատացման պատճառով, որի մեղավորը կրկին Նիկոլ Փաշինյանն է, ահա այս ամենից խուսափելու համար մենք պետք է գնանք ընտրատեղամաս եւ առաջինը մերժենք քաղաքացիական պայմանագրին եւ երկրորդը ձայնը տանք ազգային ուժերին եւ տվյալ դեպքում արդեն էական չի թե որ ուժը քանի տոկոս կհավաքի։ Շատ կարեւոր է, որ հավաքական ընդդիմությունը ունենա շատ ավելի բարձր տոկոս, քան այսօրվա իշխող խմբակն է։ Մնացած առումներով, եթե կան հարցեր, հարգելի լրագրողներ, պատրաստ ենք պատասխանելու։